Սպիտակ արջն այս սյունեվորջում ծնել է 2 քոթոտ։ Այդ ընթացքում դրսի ջերմաստիճանը չափազանց շատ է նվազել։ Այս սյունեվորջը նրանց միակ ապաստանն է։ Երբ ջերմաստիճանը սկսում է աստիճանաբար բարձրանալ, մայրարջը ձագուկներին հանում է թաքստոցից։ Մի քանի ամիս չսնված էգ արջն արդեն ծայրաստիճան հյուծված է, բայց նա միևնույն է պետք է կերակրի 2 ձագուկներին կաթով։ Քոթոտների կերակրման ժամանակահատվածը ամենադժվար ընթացքն է մայր արջի համար։ Այժմ նա պետք է առաջնորդի նրանց 13 կիլոմետրեր դեպի ծովը, որ սնունդ հայթայթի, բայց այդ ճանապարհը քոթոտների համար լի է փրկություններով։ Հանկարծ մայր արջը զգում է վտանգի հոտը։ Գայլերի ոհմակը հետքերով արագ մոտենում է։ Հասուն էգ արջն իհարկե չի վախենում հյուսիսամերիկյան գորշ գայլերից, բայց փոքր քոթոտներին լուրջ վտանգ է սպառնում։ Էգ արջը հապճեպ առաջնորդում է քոթոտներին այդտեղից փախչելու համար, սակայն սայթաքուն սառույցը քոթոտներին դարձնում է առավել անօգնական։ Նրանցից ավելի երկչոտը կանգ է առնում վախից, բայց մայր արջն իհարկե չի կարող նրան լքել։ Ի վերջո նրանց ընտանիքը հաջողությամբ ազատվում է գայլերի հետապնդումից։ Դժվար ճանապարհից հետո նրանք վերջապես հասնում են ծով։ Մայր արջը սկսում է որսը։ Նրա հիմնական որսը փոկերն են, բայց նրանք շատ զգուշավոր են։ Զգալով վտանգը, նրանք միանգամից սուզվում են ջուրը։ Մայր արջը շունչը պահած համբերատար հսկում է, իմանալով, որ փոկերն անպայման դուրս կգան օդ շնչելու։ Դա շատ խելացի մարտավարություն է։ Այս անգամ որսը հաջող է։ Ընտանիքը վերջապես կարող է բավարար չափով կշտանալ։ Ժամանակն անտեսանելի կերպով թռչում է։ Երբ արջերի ընտանիքը նորից երևում է տեսահորիզոնում, մայր արջի մոտ ընդամենը 1 քոթոտ է։ Դաժան է բնությունը։ Այն ամենը, ինչ կարող է անել մայր արջը, դա ամբողջ ներուժը ողջ մնացած ձագուկին մեծացնելու մեջ ներդնելն է։ Սառույցի մեծ մասն արդեն հալվել է ու նրանք պետք է վերադառնան ցամաք նախքան դրա վերջնական անհայտանալը։ Քոթոտի համար դա նոր փորձություն է։ Բարեբախտաբար նրանց հաջողվում է ապահով ափ հասնել։ Դեռ ափ չհասած մայր արջը զգում է սննդի հոտը։ Մի քանի սպիտակ արջ ագահաբար միս են ուտում։ Չնայած մայր արջը գիտի, որ կտրուկ մոտենալը կարող է վտանգ ստեղծել իր քոթոտի համար, բայց եւ այնպես նա որոշում է ռիսկի գնալ։ Նրա ջանքերի շնորհիվ հաջողվում է հայթայթել անհրաժեշտ սնունդը։ Այս ամիսների ընթացքում փոքրիկ քոթոտը շատ զրկանքներ եւ փորձություններ է ապրում։ Այն, որ նա ողջ է ամբողջությամբ, հոգատար մայր արջի արժանիքն է։ Առջևում մայր արջին սպասում է հետագա պայքար իր քոթոտի ողջ մնալու համար։